Պատերազմից հետո 2020 թվականից մենք ապրում ենք պերմանենտ մղձավանջի և պերմանենտ դժոխքի մեջ։ Ես ինձ բռնել եմ այն մտքի վրա, որ արդեն 5 տարի 2020 թվականից այս կողմ ամանորի մեր սեղաններին, երբ ավանդաբար մեր ընտանիքներում մշտապես մենք առաջի բաժակը բարձրացրել ենք մեր ծնողների, մեր զավակների առողջության և բարեկեցության համար, հիմա առաջի բաժակը հետևյալն է՝ Տեր, փրկիր մեզ այս մղձավանջից, Տեր, փրկիր մեր պետությունը, փրկիր մեր եկեղեցին։ Ես չեմ ուզում և չեմ սիրում լալահառաջ տոքսիկ տեքստեր ասել, բայց փաստը այն է, որ մենք կանգնած ենք այո պետականության կորստի եզրին և մեր գենետիկ կոդը փորձ է արվում ջարդել, մեր եկեղեցին, մեր հավատը փորձ է արվում մասնատել։ Ես չգիտեմ ինչ կլինի, եթե այս նոր տարուն 26 թվականին այս ռեժիմը վերարտադրվի։ Լավագույնը, որ կարող է լինել, դա թուրքական բովանդակությամբ մի երկիր է լինելու, որտեղ լինելու է ընդամենը հայկական մի թաղամաս, բայց ես հավատում եմ, ես որպես անուղղելի լավատես հավատում եմ, որ մենք թույլ չենք տալու Հայաստանի պետականության կորուստ, մենք թույլ չենք տալու հայ առաքելական եկեղեցու բզկտում, որովհետև այն ինչ որ այսօր արվում է հայ առաքելական եկեղեցու հանդեպ, ոչ մի թուրք, սելջուկ, ոչ մի արաբ նվաճող չի արել։ Այն ինչ որ մենք տեսանք, թե ինչպես տարբեր օրանգուտաններ թռել էին հայ առաքելական եկեղեցու Մայր Աթոռի խորանի վրա և օրանգուտանային ճիչեր էին արձակում, ես չեմ տեսել, որ հայ առաքելական եկեղեցու Մայր Աթոռի հանդեպ աներ որևէ սելջուկ, թուրք, արաբ նվաճող։ Ես հավատում եմ, որ 26 թվականը լինելու է բեկումնային տարի։ Ես հավատում եմ, որ ինչքան էլ մենք պատերազմից հետո տևական այս դեպրեսիայի մեջ ենք, ինչը միանշանակ բնական է և ես որևէ կերպ չեմ ուզում մեղադրել ժողովրդին, բայց ես հավատում եմ, որ հայի այն վերջի ողնուղեղի այսպես ճիչով մենք կարողանալու ենք միաբանվել և մենք կարողանալու ենք պահել հայկական պետականությունը և մենք կարողանալու ենք զորավիք լինել մեր եկեղեցուն և 26 թվականին մենք ձեզ հետ միասին ասելու ենք՝ մեզ դա հաջողվեց։